Ուրեմն չեմ կարող ինձ զսպել եւ չասել, որ ես լապշին կոչված ղախպա ջհուդ կներեք, չեմ կարող Գյոթպերյանը երեք հոլովակ էր թողարկել, յա էս ոնց է, մի տարիա չեմ եղել Հայաստան, գալիս եմ Հայաստան, լը մի րոպե։ Բայց սկզբում մի բան նշեմ, միգուցե սա կարևոր է նրանց համար, ովքեր մինչև հիմա ինձ չեն հասկացել։ Այսին որոշ բացասական արտահայտումները, հոլովակները, որոշ նրանց նկատմամբ Ռուսաստանում ժիդ են ասում արհամարական բացասակ ղախպա իմաստով եւ նաեւ ջհուդների մոտ ջհուդաստանում բացասական երևույթների դեմ իմ այդ հոլովակները, օրինակ ջհուդայիզմը, որը հերքում է Քրիստոսին ուղղակի, սատանիզմը։ Ուրեմն սրանք այսքանը ուրեմն չեն ներկայացնում ընդհանրապես իմ դրսևորումը հրեա ժողովրդի նկատմամբ, հրեաների նույն ջհուդների նկատմամբ։ Իմ դրսևորումը նույնն է, ինչպիսին է Աստվածաշնչում։ Չի, բայց հետարքիր է, դու գիտեք ոնց է գրված Աստվածաշնչում, եթե կարդացել եք նոր կտակարանը։ Հրեաները իստինը եվրեյ, իսկական հրեան, ոչ թե նրանք են, ովքեր մարմնով, այսինքն ծագումով Աբրահամից եւ այլն։ Ոչ, բայց ովքեր հոգով են հրեա, հասկացա՞ք։ Այսինքն Քրիստոնն է։ Սա Աստվածաշնչում է գրված։ Մի բան է ղախպասրիկ, սա իրոք այլանդակ է, ուղղակի չի հերիք էլի։ Խոստովանեմ, որ իդեպ երբ սրան են քանի տարի առաջ ձերբակալել են Բելարուսում, ուղարկեցին Ադրբեջան, ես էլ շատ վրդով եմ, ես դեռ չէի ճանաչում։ Հոլովակները այն ալիքում կար, որը հեռացրեց YouTube-ը, հոլովակները տեղապատում էի բանի այդ Լուկաշենկոին, Ալիևին, բայց ես խոստովանում եմ, ես չգիտեի, ինչ սրիկա է սա, ուղղակի համբերությունս թույլ չի տա, սա ինչ համբերությունս թույլ չի տա, հիմա պատմում, թե ինչ տականք է այս լապշին, արարածը, որը կոնկրետ գործողություններ է կատարել, դեռ որոշ սրա ղախպությունների մասին ես պատմել եմ, բայց միջև չեմ կարող, որ չսկսեմ անպատվել, եթե ես հիմա Երևանում լիներ, սրա ռեխը, որտեղ տնայ, սրա ռեխը ծխելու է, մի հատ է թքելու է երեսին, կոռոպով, այ ազնվությամբ եմ ասում, ուրեմն մի բան ես ղախպեն, լրիվ այլ բան, օրինակ են Պերելմանը, լսել եք, լսած կաք, որը Պուանկարեի դարավոր խնդիրը, Պուանկարեի հիպոթեզը նա ապացուցեց, դեռ քիչ է նա հրաժարվեց $1 միլիոն, Պերելմանը, որը Մոսկվայում է, մաթեմատիկոսը, դե ոնց կարելի է, եթե հրեան այդ Պերելմանն է, ոչ թե լապշի նման ղախպեկելու, իրա սեփական անձնական քյարն է, ուրիշին խոզությամբ, ռսի ընկեղ տեսակի խոզությամբ, ուրիշներին էլ վատություն անելու։ Բայց այս լկտիները ոնց են արտահայտում, Հայաստանում գտնվելով, արա ես դեմ եմ այդ Նիկոլի սաղ այդ մուսորների, բայց այս ղախպենով է, որ անպատվելով հենց նույն այդ ծծկ կոչված այդ այլանդակների, բայց նա գիտեք ոնց է անպատվում, նա այնպես է անպատվում, որ ընդհանրապես հայերին, ես քու ռեխդ կծխեմ, արա, մի հատ թքեք իմ անունից թքեք սրա երեսին, չգիտեմ կամ էլ, ում վերցնեք, Ֆելիքս Մենդելսոնը, որը իհարկե ոչ մի անգամ, ոչ իմ երաժիշտների, կոմպոզիտորների տասնյակում է, ոչ էլ 20 ցուցակի մեջ էլ, ոչ 20, ոչ էլ 30, բայց էլի հայտնի է, չէ՞։ Դա Միհակ իդեպ ասեմ, հրեաներից Միհակ կոմպոզիտորն է, էլ ուրիշը չունեն էլ, բայց ես ասում եմ, դա իմ ցուցակի մեջ ընդհանրապես բացակայում է Մենդելսոնը, ոչինչ, զրո իմ համար, զրո է, դեռ հանած։ Դե կներեք էլի, ես բավականի այդ երաժշտական առումով տեղեկացված եմ, այսպես ասում։ Ուրեմն Երևանում այդ սինագոգի ինչ էին արել, պատեր ընդհանրապես ներկել էին, այդտեղ
անշունչ առարկա, չէ՞, այդ ամենը։ Ես այնինչ այդ սինագոգը вообще պետք է շռեք վնեմ, вообще պետք է վառեք չլինի, որովհետև դա հակա քրիստոնեական երևույթ է, հերքում են Քրիստոսին, ինչի մասին ես հոլովակներ արել եմ։ Ուրեմն մեկ անգամ կրկնում եմ, անշունչ առարկա, պատը։ Եկավ այդ բոզկներ եկել, այդ ղախպի ծնունդը, կանգնեց այդ բանի իրանց ջհուդական բանի դեմը, կանգնեց ու այն վերջի ես քու ռեխը ծխեմ, էլի հոլովակ արեց, անպատվելով փաստորեն կա այդ հոլովակները։ Ուրեմն անշունչ առարկա, իսկ երբ Երուսաղեմում հարցակվել էին, այնտեղ անշունչ առարկա չեն, դե կոնկրետ մարդկանց վրա առաքելական եկեղեցու ծառայողների եկեղեցականների վրա հարցակվել են ջհուդները խփելով բանալով, այս ղախպի ծնունդը ոչ մի բան չասեց, ոչ մի բան, ոչ մի բան։ Արա Նիկոլ, դու լսում ես ղախպա։ Ես ոչ չեմ ասում ես սրա որ Բելարուսը պահանջում է եւ այլն, չէ արա, խփի արա, ելում ասես ինչ հայ ասես, էլ բռնեցիր բան արի, դեպոյան ինձ էլ ես հետապնդում։ Ղախպի տղա ազնագիր չես տալիս ինձ Հայաստան ում ասես դեպորտ արի, այս ղախպի տղուն պասպորտի մեջ խփի, դեպորտ մի 4-5 տարով, որ ու ստիկտիր արա, որ չմտնի Հայաստան, բոզի տղա Նիկոլ, դու ստեղ էլ ես ստորացնում էլի հայերին։ Ես ու քեզ չեմ ասում այդ սրան չգիտեմ մորթի տուր բան Ալիևին հանձնի Լուկաշենկոյին որ սատկացնել այդ որ չնայած արժեզ ղախպի ծնունդ որտեղ դուք իրոք չգիտեք սա ինչ սուկա բայց դեպորտ խփի արա դու հայերին խփում ես հայերին հետապնդում ես Հայաստան հայերին սպյուրկա հայերին խփում ես մուտքը արգելափակում ես այս բոզի տղան պետք է մտնի Հայաստան արա ուրեմն տես ուշադիր լսի Սրիկա Նիկոլ քեզ արդեն մեկ անգամ ասել եմ ես քո նանդ ես քո դժողքում դու ես քո ծնողդ փակեմ եթե սրան թողնես Հայաստան մուտք տաս կամ եթե մտելա չձերբակալես քացով ասֆալտով քաշելով մի շաբաթ բանտ նստած ծորացնելով ու հետ որից հետո դեպորտ ես քո նանդ քունեմ Նիկոլ քիչի ում եմ ասում ես բայց ստեղել է ուղղակի նշում եմ որ այդ ղախպի ծնունդը սրել է գործում հայերի դեմ այդ կուկուրուս զղտող անասունը գեղցի անասուն է վճռական պահերի բայց դրա համար էլ ամերիկացիները դրել են որ բան անի էլի որ սենց կապիկա անասունություն անի էլի բայց դա արդեն ուրիշ թեմա է